1200 տարվա գաղտնիքը բացահայտվեց։ Գտա Լինդիսֆարնի վերջին գրչի ավետարանները պրիորատի քարերում։ Անունս Մարգարետ Աթերթոն Բլեքն է, 81 տարեկան, միջնադարյան մանուսկրիպտների և անգլոսաքսոնյան էպիգրաֆիկայի պրոֆեսոր, 57 տարի ծառայություն Դարհեմի համալսարանում, և երբեք չէի երազել, որ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Լինդիսֆարնի Սուրբ Մարիամ պրիորատի հյուսիսային պատի վրա, 9 մետր բարձրության վրա, ֆոտոգրամետրիկ լազերային սկանավորման տեխնոլոգիայի միջոցով կբացահայտեմ 1200 տարեկան գաղտնի համակարգ, որը կոդավորում է Լինդիսֆարնի մոնաստանական սկրիպտորիումի 287 կորած ավետարանների և իլումինացված ձեռագրերի ամբողջական կատալոգը, թաքցված Էադֆրիդ Լինդիսֆարնեցու կղզու վերջին գրիչի կողմից քարե խորհրդանիշներում, և մեկ հայտնագործություն, որը փոխեց ամեն ինչ, ինչ մենք գիտեինք անգլոսաքսոնյան մոնաստանական գրչության իրական նպատակի մասին։ Լինդիսֆարնը, Սուրբ կղզին, Նորթամբրիայի թագավորության հոգևոր սիրտը, 635-799 թվականներ, երբ Լինդիսֆարնը եղել է քրիստոնեական Բրիտանիայի ամենակարևոր կենտրոնը, հիմնադրված Սուրբ Այդանի կողմից 635 թվականին։ Մոնաստ փոքր կղզու վրա հյուսիսային ծովում, միայն 5 կիլոմետր երկարություն, 2 կիլոմետր լայնություն, կապված մայրցամաքի հետ քարային ճանապարհով, որը երևում է միայն ցածր ծովափի ժամանակ։ 6 ժամ օրական կղզին հասանելի է ոտքով, 6 ժամ օրական ջրերը ծածկում են ճանապարհը, կատարյալ վայր մենավոր աղոթքի և գիտության համար, 120 մոնաստանի եղբայրներ նրա ոսկեդար ժամանակներում, 8 սրբեր ապրել են այնտեղ՝ Սուրբ Այդան, Սուրբ Կուտբերտ, Սուրբ Էադֆրիդ, Սուրբ Էթելվալդ, սկրիպտորիում, գրչության սենյակ, կառուցված 685 թվականին, 34 մետր երկարություն, 2 հարկանի քարե շենք, վերին հարկ գրչության սենյակ 12 աշխատանքային սեղաններով, ներքին հարկ պահեստավորման սենյակներ և պիգմենտների սենյակ։ Պրիորատը, Սուրբ Մարիամ պրիորատ, կառուցված 1099-1140 թվականներին, նորման ճարտարապետություն, կարմիր ավազաքար, մասամբ ավերված 1537 թվականին, Հենրի 7-րդի մոնաստանների լուծարման ժամանակ, բայց հիմնական կառույցը պահպանված, հյուսիսնային պատ 28 մետր երկարություն, 14 մետր բարձրություն, կենտրոնական խոնար 7 մետր լայնություն, 2 սյուներ յուրաքանչյուր կողմում, 5 կամարներ, հարյուրավոր քանդակված քարեր, անգլոսաքսոնյան և նորման զարդանախշեր։ Ես ուսումնասիրել եմ Լինդիսֆարնը 53 տարի, այցելել եմ այնտեղ 441 անգամ, բայց 2024 թվականի հոկտեմբերին գտա պատասխանը 1200 տարեկան հանելուքին։ Լինդիսֆարնի սկրիպտորիումը, հիմնադրված 685 թվականին եպիսկոպոս Էադֆրիդի կողմից, Նորթամբրիայի ամենահայտնի գրչության կենտրոնը, հայտնի աշխարհով մեկ Լինդիսֆարնի ավետարանների համար, ստեղծված մոտ 715 թվականին, համարվում է միջնադարյան արվեստի ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը, 259 փարչմենտ էջեր, հազարավոր իլումինացված նշաններ, անհավատալի ինսուլար արվեստ, կելտական և անգլոսաքսոնյան ոճերի համադրություն, բայց պատմական փաստաթղթերը նշում են, որ Լինդիսֆարնի ավետարանները միայն մեկ էին 287 ձեռագրերից, որոնք ստեղծվել էին սկրիպտորիումում 685-799 թվականների միջև, 108 տարի անդադար աշխատանք, 34 գլխավոր գրիչներ, հարյուրավոր օգնականներ, 287 ամբողջական ձեռագիր, ավետարաններ, սաղմոսարաններ, ժամագրքեր, սուրբ հայրերի աշխատություններ, պատմություններ, ժամագրություններ, մեկնություններ։ 799 թվականի հունիսի 8 վիկինգների առաջին հարձակումը Բրիտանիայում, նորվեգյան ավազակները հասան Լինդիսֆարն, կոտորեցին մոնաստանի եղբայրներին, թալանեցին ոսկին և արծաթը, այրեցին շենքերը։ Անգլոսաքսոնյան քրոնիկաները նկարագրում են այն որպես անպատկերելի ահավորություն։ Սկրիպտորիումը ամբողջությամբ ոչնչացվեց։ 287 ձեռագրերից միայն մեկը փրկվեց՝ Լինդիսֆարնի ավետարանները, որոնք եղբայրները հասցրեցին տանել մինչև հարձակումը, 286 ձեռագիր կորան, այրված կամ թալանված, կամ այդպես մենք մտածեցինք 1231 տարի։ Էադֆրիդ Լինդիսֆարնեցու պատմական աղբյուրները նշում են նրան որպես Լինդիսֆարնի սկրիպտորիումի գլխավոր գրիչ և ավագ 789-799 թվականներին, 10 տարի ծառայություն,
ծնված 752 թվականին Բամբրայում, մահացել է 824 թվականին Դարհեմում 72 տարեկան, 11 տարի հետո։ Նա ապրել է վիկինգների հարձակումը, փախել է Դարհեմ Մոնաստանը Սուրբ Կուտբերտի մարմնի հետ։ 6 մատենագրական հիշատակումներ, առաջինը Սիմեոն Բարհեմցու եկեղեցու պատմությունում, երկրորդը Անանուն Սուրբ Կուտբերտի կյանքում, երրորդը Դարհեմի Լիբերվիտեյում։ Բոլորը նշում են Էադֆրիդին որպես բացառիկ գրիչ, անհավատալի նվիրվածություն ձեռագրերի և վերջին տարիները Լինդիսվարնում տարօրինակ մենավոր։ Մեկ հիշատակում ասում է, որ 792 թվականին նա 12 ամիս ապրեց քարերի հետ, սրբագրելով Աստծո անուններ անմահության մեջ։ Ոչ ոք չէր հասկացել, թե ինչ է դա նշանակում։ Ոչ ոք չէր հասկացել, որ նա վերածեց Սուրբ Մարիամ Պրիորատի ապագա քարերը գաղտնի գրադարանի կատալոգի։ Հոկտեմբերի 23, 2024 թվական։ Մեր թիմը 8 բրիտանական և 2 իռլանդական գիտնական աշխատում էինք Լինդիսվարնի պահպանման նախագծում։ Օգտագործում էինք ֆոտոգրամետրիկ լազերային սկանավորում Պրիորատի թվայնացման համար։ Նպատակը ստեղծել ճշգրիտ 3D մոդել մինչև ամենափոքր քարը։ Սկանավորում էինք հյուսիսային պատը։ Դրոնը թռչում էր 50 անգամ, յուրաքանչյուր անցմով գրանցելով տասնյակ հազարավոր ֆոտոներ, ստեղծելով միլիարդավոր տվյալների կետեր։ Երբ վերլուծեցինք համակարգչում, տեսանք անսովոր օրինաչափություններ։ Հյուսիսային պատի վրա, 9 մետր բարձրության վրա, կենտրոնական խոնարհի երկու կողմերում կային 287 փոքր քանդակված խորհրդանիշներ, դասավորված 7 ուղղահայաց սյուներում, յուրաքանչյուր սյունում 41 խորհրդանիշ, ընդհանուր 287 խորհրդանիշներ։ Մենք միշտ գիտեինք, որ Պրիորատը ունի անգլոսաքսոնյան քարեր նորման շինարարության մեջ ներայված։ 12-րդ դարի շինարարները վերաօգտագործել էին 8-5-րդ դարերի հին քարեր հիմքերից և ավերված շենքերից, բայց մենք երբեք չէինք ուշադիր նայել այդ հին քարերի վրա գտնվող խորհրդանիշներին։ Մտածում էինք, որ դրանք պարզապես կելտական խաչեր և զարդանախշեր են, բայց ֆոտոգրամետրիկ սկանավորումը ցույց տվեց անհավատալի մանրամասնություններ, անտեսանելի մերկ աչքին։ Հյուսիսային պատի վրա, 9 մետր բարձրության վրա, կենտրոնական խոնարհի երկու կողմերում կային 287 փոքր քանդակված խորհրդանիշներ, դասավորված 7 ուղղահայաց սյուներում, յուրաքանչյուր սյունում 41 խորհրդանիշներ, ընդհանուր 287 խորհրդանիշներ։ Մենք միշտ գիտեինք, որ Պրիորատը ունի անգլոսաքսոնյան քարեր նորման շինարարության մեջ ներառված։ 12-րդ դարի շինարարները վերաօգտագործել էին 8-9-րդ դարերի հին քարեր հիմքերից և ավերված շենքերից, բայց մենք երբեք չէինք ուշադիր նայել այդ հին քարերի վրա գտնվող խորհրդանիշներին։ Մտածում էինք, որ դրանք պարզապես կելտական խաչեր և զարդանախշեր են, բայց ֆոտոգրամետրիկ սկանավորումը ցույց տվեց անհավատալի մանրամասնություններ, անտեսանելի մերկ աչքին։ Յուրաքանչյուր խորհրդանիշ ուներ 9 տարրեր, կենտրոնական էլեմենտ, խաչ, գիրք, թռչուն, ձուկ, ծառ, աղավնի, խոյ, անկյուն կամ փարչմենտ, շրջապատված 8 փոքր մանրամասներով 4 անկյուններում և 4 կողմերում, վերին ձախ անկյուն լատինական տառեր I, IV, U, վերին աջ անկյուն ռոմեական թվեր I-ից X-ի, աջ կողմ փոքր շրջանակ 1-50 կետերով, ներքևի աջ անկյուն սպիրալ ժամացույցի կամ հակառակ ուղղությամբ, ներքև 1-5 հորիզոնական գծեր, ներքևի ձախ անկյուն 1-4 ուղղահայաց գծեր, ձախ կողմ խումբ 1-12 կետերի, վերև հատուկ ինսուլար խորհրդանիշ, 9 տեղեկատվական դաշտ յուրաքանչյուր խորհրդանիշի շուրջ, սա էր կոդավորված համակարգ։ Հաջորդ 14 շաբաթ մենք աշխատեցինք անդադար, վերլուծեցինք բոլոր 287 խորհրդանիշները, ստեղծեցինք թվային բազա ամեն մանրամասնությամբ, 100 անգամ խոշորացված մակրոֆոտոգրաֆիա յուրաքանչյուր քարի, միլիմետրային ճշգրտությամբ չափումներ, օգտագործեցինք նախշ ճանաչման արհեստական ինտելեկտ, խորհրդակցեցինք 52 փորձագետների հետ անգլոսաքսոնյան մանուսկրիպտների, պալեոգրաֆիայի, լատիներեն, մաթեմատիկայի, միջնադարյան մոնաստարանական համակարգերի բնագավառներից, ուսումնասիրեցինք Լինդիսվարնի ավետարանների յուրաքանչյուր էջը, փնտրելով նմանատիպ նշաններ, վերլուծեցինք միջնադարյան գրադարանային կատալոգների համակարգերը և աստիճանաբար վերծանեցինք Էադֆրիդի գաղտնի լեզուն։ Համակարգը գործում էր այսպես. 287 խորհրդանիշներ, 287 ձեռագիր։ Յուրաքանչյուր խորհրդանիշ կոդավորում էր 9 հիմնական տեղեկություններ մեկ ձեռագրի մասին։ Առաջին տեղեկությունը կատեգորիա կոդավորված կենտրոնական էլեմենտով։ Խաչ և խաղող նշանակում է ավետարաններ, բաց գիրք նշանակում է սաղմոսարաններ, թռչուն և գիրք նշանակում է ժամագրքեր, ձուկ նշանակում է սուրբ հայրերի աշխատություններ, ծառ և փարչմենտ նշանակում է պատմություններ, աղավնի նշանակում է մեկնություններ, խոյ նշանակում է լիտուրգիկական գրքեր,
Անկյուն նշանակում է աստվածաբանություն, փարչմենտ եւ փետուր նշանակում է ժամանակագրություններ, 9 հիմնական կատեգորիա։ Երկրորդ տեղեկությունը լեզու, կոդավորված վերին ձախանկյան լատիներեն տառերով։ I նշանակում է լատիներեն օրիգինալ, IV նշանակում է հին անգլերեն թարգմանություն, HIV նշանակում է հունարեն օրիգինալ, IV նշանակում է երկլեզու լատիներեն անգլերեն։ Երրորդ տեղեկությունը ստեղծման դար, կոդավորված վերին աչանկյան ռոմեական թվերով։ I մեկերորդ դար, IV երկրորդ դար, I երեքերորդ դար, V չորրորդ դար, V հինգերորդ դար, VH վեցերորդ դար, II յոթերորդ դար, II ութերորդ դար։ Չորրորդ տեղեկությունը ֆոլիո էջերի քանակ, կոդավորված աջ կողմի շրջանակի մեջ գտնվող կետերի քանակով։ Յուրաքանչյուր կետ բավարար է n ֆոլիո, 10 կետ մասայով 50 ֆոլիո, 20 կետ մասայով 100 ֆոլիո, 40 կետ մասայով 200 ֆոլիո, 50 կետ մասայով 250 ֆոլիո։ Հինգերորդ տեղեկությունը գրչության ոճ, կոդավորված ներքևի աչանկյան սպիրալի ուղղությամբ։ Ժամացույցի սլաքի ուղղությամբ նշանակում է ինսուլար մաժուսկուլ, հակառակ ուղղությամբ նշանակում է անցիալ։ Կրկնակի սպիրալ նշանակում է կիսա անցիալ։ Վեցերորդ տեղեկությունը գլխավոր գրիչ, կոդավորված ներքևի հորիզոնական գծերի քանակով։ 1 գիծ Էադֆրիդ, 2 գիծ Էթելվալդ, 3 գիծ Բիլֆրիդ, 4 գիծ Ուլտան, 5 գիծ Անհայտ գրիչ։ Յոթերորդ տեղեկությունը իլյումինացիայի մակարդակ, կոդավորված ներքևի ձախանկյան ուղղահայաց գծերի քանակով։ 4 գիծ նշանակում է ամբողջական իլյումինացիա, ոսկե եւ արծաթ, 3 գիծ նշանակում է մասնակի իլյումինացիա գունավոր, 2 գիծ նշանակում է միայն նախագրեր, 1 գիծ նշանակում է ոչ մի իլյումինացիա։ 8-րդ տեղեկությունը ֆիզիկական վիճակ 793 թվականին, կոդավորված ձախ կողմի կետերի խումբով։ 10-12 կետ նշանակում է գերազանց վիճակ, 7-9 կետ նշանակում է լավ վիճակ, 4-6 կետ նշանակում է բավարար վիճակ, 1-3 կետ նշանակում է վատթար վիճակ։ 9-րդ տեղեկությունը պահեստավորման վայր սկրիպտորիումում, կոդավորված վերևի ինսուլար խորհրդանիշով։ Տարբեր խորհրդանիշներ տարբեր տարակների եւ սենյակների համար։ Օրինակ, խորհրդանիշ համար 1, առաջին սյուն վերև, կենտրոնական էլեմենտ խաչ եւ խաղող, վերին ձախ անկյուն I, IV, U, վերին աջ անկյուն I, աջ կողմ, շրջանակ 52 կետերով, ներքևի աջ անկյուն ժամացույցի սլաքի ուղղությամբ սպիրալ, ներքև 1 հորիզոնական գիծ, ներքևի ձախ անկյուն 4 ուղղահայաց գիծ, ձախ կողմ խումբ 11 կետերի, վերև կելտական խաչ ինսուլար շրջանակում, վերծանում, ավետարան, լատիներեն օրիգինալ, 8-րդ դար, մոտ 715-17 թվական, 260 ֆոլիո էջեր, ինսուլար մաժուսկուլ, գլխավոր գրիչ Էադֆրիդ, ամբողջական իլյումինացիա ոսկե եւ արծաթ, գերազանց վիճակ պահվում է դարակ A։ Սա Լինդիսվերմի ավետարանների նախասկիզբներ, հիմնական ձեռագիրը։ Մենք վերծանեցինք բոլոր 287 խորհրդանիշները, ստեղծեցինք ամբողջական թվային կատալոգ Լինդիսվարնի սկրիպտորիումի, 287 ձեռագիր, 73 ավետարաններ, 54 սաղմոսարաններ, 47 ժամագրքեր, 37 սուրբ հայրերի աշխատություններ, 29 պատմություններ, 21 մեկնություններ, 14 լիտուրգիկական գրքեր, 8 աստվածաբանական տրակտատներ, 3 ժամանակագրություններ, 198 լատիներեն օրիգինալներ, 64 հին անգլերեն թարգմանություններ, 19 հունարեն օրիգինալներ, 6 երկլեզու, 89 ձեռագիր ամբողջական իլյումինացիայով, 124 ձեռագիր մասնակի իլյումինացիայով, 251 ձեռագիր լավ կամ գերազանց վիճակում 793 թվականին, 36 ձեռագիր բավարար կամ վատթար վիճակում, բոլոր 287-ը գոյություն ունեին մինչև վիկինգների հարձակումը։ Բայց ամենահամակալի բացահայտումը եկավ հունվարի 11-ին 2025 թվականին, 80 օր անց մեր առաջին հայտնագործությունից հետո։ Մենք սկսեցինք ուսումնասիրել պրիորատի ներքին պատերը եւ հատակը, նույն ֆոտոգրամետրիկ սկանավորումը, եւ գտանք երկրորդ շերտ խորհրդանիշների, թաքնված հատակի քարերի տակ, պատերի ներսում, կամարների հիմքերում, փոքր քանդակված նշաններ, որոնք անտեսանելի էին մինչև սկանավորումը, կարմիր եւ կապույտ պիգմենտների մնացորդներ, երկաթի օքսիդից եւ լապիս լազուլիից, նույն պիգմենտները, որոնք օգտագործվել են Լինդիսվարնի ավետարաններում։ Այս թաքնված նշանները ստեղծում էին քարտեզ, 287 վայրեր, 287 գաղտնի թաքստոցներ, ուր Էադֆրիդը թաքցրել էր ձեռագրերը մինչև վիկինգների հարձակումը։ Նա իմացել էր, որ հարձակումը գալիս էր։ Պատմական փաստաթղթերը նշում են, որ 792-93 թվականներին հրեշտակները երևացել էին երկնքում Նորթամբրիայի վրա, նախազգուշացնելով աղետի մասին։ Էադֆրիդը նախազգուշավոր մարդ էր, 12 ամիս նա աշխատեց գաղտնիությամբ, ստեղծեց 287 թաքստոցներ, կոդավորեց դրանց վայրերը քարերում, որոնք ապագայում կառուցվելու էին նոր պրիորատում։ Նա իմացել էր, որ 12-րդ դարում նորմանները կվերակառուցեն մոնաստերը։ Նա թողել էր քարերը հատուկ վայրերում, որպեսզի շինարարները դրանք օգտագործեն։ Բայց ամենահամակալի բացահայտումը եկավ հունվարի 11-ին 2025 թվականին, 80 օր անց մեր առաջին հայտնագործությունից հետո։ Մենք սկսեցինք ուսումնասիրել պրիորատի ներքին պատերը եւ հատակը,
նույն ֆոտոգրամետրիկ սկանավորումը, եւ գտանք երկրորդ շերտ խորհրդանիշների, թաքնված հատակի քարերի տակ, պատերի ներսում, կամարների հիմքերում, փոքր քանդակված նշաններ, որոնք անտեսանելի էին մինչև սկանավորումը, կարմիր եւ կապույտ պիգմենտների մնացորդներ, երկաթի օքսիդից եւ լապիս լազուլիից, նույն պիգմենտները, որոնք օգտագործվել են Լինդիսֆարնի ավետարաններում։ Այս թաքնված նշանները ստեղծում էին քարտեզ, 287 վայրեր, 287 գաղտնի թաքստոցներ, ուր Էադֆրիդը թաքցրել էր ձեռագրերը մինչև վիկինգների հարձակումը։ Նա իմացել էր, որ հարձակումը գալիս էր։ Պատմական փաստաթղթերը նշում են, որ 709-ից 709-ին 3 թվականներին հրեշտակները երևացել էին երկնքում Նորթամբրիայի վրա, նախազգուշացնելով աղետի մասին։ Էադֆրիդը նախազգուշավոր մարդ էր։ 12 ամիս նա աշխատեց գաղտնիությամբ, ստեղծեց 287 թաքստոցներ, կոդավորեց դրանց վայրերը քարերում, որոնք ապագայում կառուցվելու էին նոր պրիորատում։ Նա իմացել էր, որ 12-րդ դարում նորմանները կվերակառուցեն մոնաստարը։ Նա թողնել էր քարերը հատուկ վայրերում, որպեսզի շինարարները դրանք օգտագործեն։ Յուրաքանչյուր խորհրդանիշ պրիորատի հյուսիսային պատի վրա կապված էր հատուկ նշանի հետ հատակում կամ պատերում։ Կապը կոդավորված էր երկրաչափությամբ։ Եթե խորհրդանիշ համար 1-ը տեղակայված էր 9 մետր բարձրության վրա եւ 4.2 մետր ձախից, ապա համապատասխան նշանը տեղակայված էր ճիշտ 60 աստիճան անկյան տակ հատակում 6.7 մետր հյուսիս-արևելք։ Մենք վերլուծեցինք բոլոր երկրաչափական հարաբերությունները, ստեղծեցինք ամբողջական քարտեզ՝ 287 թաքստոցներ, 134 թաքստոցներ պրիորատի ներսում, պատերի հատուկ խոռոչներում, սյուների հիմքերում, հատակի տակ 1-3 մետր խորության վրա, սրբարանի տակ, խորանի հիմքի մեջ, կամարների ծածկված տեղերում, 89 թաքստոցներ պրիորատի բակում, քարե խաչի հիմքի տակ, հին ջրավազանի տակ, պահպանող պատի հիմքերում, զանգակատան ստորգետնյա սենյակում, հին գրեզմանատան տակ, 47 թաքստոցներ հին սկրիպտորիումի փլատակների տակ 180 մետր արևելք պրիորատից, 17 թաքստոցներ կապող պրիորատը ծովափի հետ։ Յուրաքանչյուր թաքստոց նախագծված էր պաշտպանել ձեռագրերը 1000 տարի։ Քարե արկղեր, կնքված մեղրով եւ մոմով, փաթաթված ձկան կաշվով, պաշտպանված խոնավությունից, օդից, կրծողներից։ Մենք սկսեցինք փորել փետրվարի 1-ին 2025 թվականին։ Առաջին թաքստոցը պրիորատի հատակի տակ 1.8 մետր խորությամբ վրա հյուսիսային խորանի մոտ, քարե արկղ 60 սանտիմետր երկարություն, 40 սանտիմետր լայնություն, 30 սանտիմետր բարձրություն, կարմիր ավազաքար, կնքված մեղրի եւ մոմի մնացորդներով։ Երբ բացեցինք, ներսում գտանք փարչմենտ փաթեթ, փաթաթված ձկան կաշվով, որը դարձել էր կոշտ, բայց դեռ ամբողջական։ Ներսում, երբ փնթփնթուն բացեցինք կաշին, տեսանք աներևակայելին, ավետարան, 134 ֆոլիո էջեր, ինսուլար մաժուսկուլ գրիչ, մասնական իլյումինացիա, կարմիր, կապույտ, կանաչ դեղին, լատիներեն տեքստ, 8-րդ դար, կատարյալ վիճակ, 1227 տարի հատակի տակ եւ առաջին էջի վրա փոքր նշում անգլոսաքսոնյան գրերով։ Էադֆրիդ ինձ գրեց 792 թվականի ամռանը փառքի համար Աստծու եւ պաշտպանության համար ներախոսքի, թող նա ով գտնի պահպանի սուրբ։ Մարտ 2025 թվական։ Մենք փորել ենք 23 թաքստոցներ, գտել ենք 23 ձեռագիր, բոլորը կատարյալ կամ գերազանց վիճակում, 8 ավետարաններ, 6 սաղմոսարաններ, 4 ժամագրքեր, 3 սուրբ հայրերի աշխատություններ, 2 պատմություններ, յուրաքանչյուրը անհավատալի գանձ, յուրաքանչյուրը համապատասխանում է ճշգրիտ պրիորատի պատի խորհրդանիշում կոդավորված նկարագրությանը։ Էջերի թիվը, լեզուն, դարը, գրիչը, իլյումինացիա, ամեն ինչ ճիշտ։ Էադֆրիդի համակարգը աշխատում է կատարյալ։ Մենք գնում ենք շարունակել։ 264 թաքստոցներ դեռ մնում են, 264 ձեռագիրներ սպասում են 1227 տարի։ Լինդիսֆարնի կորած գանձը, անգլոսաքսոնյան քրիստոնեության մեծագույն մշակույթի հուշարձանները, բոլորը պահպանված մեկ մարդու տեսլականությամբ։ Էադֆրիդ Լինդիսֆարնեցին, վերջին գրիչը, որը վերածեց քարերը հավերժության խոստումի։